գործս ձեռած մերոց ուղի հարայի մեստեր, եւս գործս ձեռած մերոց հաջողյա մեզ ամեն։ Ապրիլի 26-ին Թեքեյան կենտրոնում կայացավ հայոց պատմության ամենանշանավոր էջերից մեկին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ազգային արժանապատվության, արդարադատության վերականգնման գաղափարը միավորել էր արվեստագետների, որոնք իրենց ստեղծագործությունների միջոցով են արտահայտվում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է պարտադիր իր մասնակցությունը ունենա նման միջոցառումներին, որովհետև իհարկե մենք պետք է զարգանանք, մեր հոգևոր գիտակցությունը պետք է այնքան զարգանա, որ մեր միջից վերանա բացասականը, լացը եւ նեգատիվը։ Ես այսօր այստեղ եմ որպես ընդամենը հայ քաղաքացի, հայուհի, ում տատիկի ընտանիքում եղել է նմանատիպ մորթ եւ այդ ցավը ես ինքս կրում եմ իմ մեջ։ Իհարկե ես այն փորձել եմ որակավորել, լացից վերածել պայքարի, բայց պայքարի ոչ թե ագրեսիայի միջոցով, այլ գիտելիքների, հոգևոր գիտակցության բարձրացման, արժանապատիվ ձևով։ Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ոչ միայն հիշել պատմական արդարության համար մղված պայքարը, այլ նաև նոր սերունդներին ներկայացնել այդ ժամանակաշրջանի բարդ ու հաճախ չբացահայտված իրադարձությունները։ Ֆիլմն անդրադարձավ այն գաղտնի գործողություններին, որոնց միջոցով հայ քաղաքական գործիչները եւ պատվախնդիր հայ երիտասարդների խմբերը հետապնդում էին հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ Երեկոն նաև հարստացավ մշակութային կարևոր ժեստով։ Նկարիչ Անդրեյ Շուգարովը թեմատիկ ցուցադրությանը նվիրեց իր կտավներից մեկը, նվիրված նույն թեմային։ Նկարիչը ընդգծեց արվեստի դերը պատմական հիշողության պահպանման եւ փոխանցման գործում։ Նրա խոսքով կտավն ի սկզբանե նվիրված է եղել այս գաղափարին։ Այդ նպատակով եմ նկարել Սևանի քարերն են, որտեվ այդ քարերը ինչ որ մեր պատմության մեջ մտնում են, չէ՞, կապ ունեն մեր Հայաստանի պատմության հետ, եւ ես որոշեցի դա անեմ եւ ինձ թվում է դա ճիշտ որոշում էր։ Նկարիչը Սևանի քարերի միջոցով փորձել է փոխանցել ժամանակի ընթացքում չմարող ցավն ու միաժամանակ ամրությունը, որով հայ ժողովուրդը հաղթահարել է պատմական փորձությունները։ Քարերի կոշտ ու լուռ ներկայությունը կտավում ընդգծում է ինչպես կորուստների ծանրությունը, այնպես էլ արդարության անխախտ գաղափարը, կապելով բնությունը պատմական հիշողության հետ։ Կտավը ստեղծվում էր սիրո տրամադրությամբ, սիրո, հավատի, հույսի եւ լույսի, պարտադիր լույսի, որովհետեւ սերն է կտավի վրա հանձնվել, սերը դեպի հայրենիքը, դեպի հայոց աշխարհը, դեպի հայոց լեռնաշխարհը, եթե գնանք հին դարեր հասնենք, հա, յուրաքանչյուրս մեր մեջ կրում ենք այդ սերը եւ կտավը ինքը ստեղծվել է այդպիսի էներգետիկայով, բնականաբար էլի եմ կրկնում, ինքը իր փոքրիկ կաթիլով մասնակցություն կունենա եւ իր էներգիայով կշարժի ինչ որ մի կարևոր բան այս ամեն ինչի մեջ։ Նկարիչ Շմավոն Շմավոնյանը եւս ներկայացրել էր նույն թեմային նվիրված իր կտավը, որտեղ պատկերել էր Թբիլիսիի հայտնի փողոցներից մեկը, որտեղ Արտաշես Գևորգյանը փայլուն իրագործել էր իր առջև դրված խնդիրը, այսպիսով մեկ քայլով եւս մոտենալով պատմական արդարության վերականգնմանը։ Այցելեցինք այդպես Թիֆլիս մեկ օրով։ Ես ընդհանրապես դուրս եմ գալի պլեներ այդպես նկարելու եւ նույնը հերթական դա էր, բայց ես չգիտեի, որ դա այդպես պատմական տեղ էի ընտրել։ Ես շատ պատահականորեն ընտրեցի մի փողոց առանց որևէ բան իմանալու։ Նման ցուցադրությունները կարևոր դեր ունեն պատմական հիշողության պահպանման եւ հասարակական քննարկումների խթանման գործում, ստեղծելով հարթակ անցյալի իրադարձությունները վերաիմաստավորելու եւ հասկանալու համար։